Հարգելի աստատիտողներ, մեր զրուցակիցը այսօր Սրբազան շարժման աջակից Լիդիա Մանթաշյանն է, շնորհակալ եմ Լիդիա հրավեր ընդունելու համար, ուրախ ենք քեզ տեսնել տաղավարում։ Լիդիա, հետևում է, երբ որ ազգային ժողովի այսպես աշխատանքներին, իրենց քննարկումներին, երբ որ հերթը հասավ քաղբանտարկյալների վերաբերյալ քննարկումներին, իշխանության ներկայացուցիչները ինչ էին ասում են, ինչպես է ստացվում, երբ որ ընդդիմադիր որևէ ցանկացած գործի նկատմամբ անկախ այդ մեղադրանքից, անկախ քրեական գործի ընթացքից, երբ որ այսպես նրանց նկատմամբ քրեական գործ է սկսվում, միանգամից պիտակավորվում են որպես քաղբանտարկյալ ու այդ հարցն են բարձրացնում, ասում են այդ սահմանումը, այդ կարմիր գիծը ոնց է գծվում, ընդդիմադիր գործից ու քաղբանտարկյալ Անդադ հարց են բարձրացնում, ասում են հենց միանգ քրեական գործ է հարցվում որևէ ընդդիմադիր գործի նկատմամբ միանգամից աղմուկ եք բարձրացնում ու ասում եք քաղբանտարկյալ է, այլ քրեական գործի մեջ չեք խորանում, ինչու է նա մեղադրվում։ Անկեղծ ասած, ես էլ եմ բոլորին կոչ անում քաղ հետապնդումների դեպքում երբևէ չհետաքրքրվել, թե ինչ գործ են փորձել կարել այդ մարդու վրա, բայց ասեմ, օրինակ մեր գործի օրինակով կարող եք տեսնել մի տարի հետո, այսինքն 2 ամիս հետո արդեն փուչիկը պայթեց, որ որևէ ահաբեկչություն չի կազմակերպվել, իրենք այդ սկզբից շատ վախենալու բոբոներ ներկայացրեցին մեզ, ու հիմա լրիվ փլվել է։ Հիմա ՄԱԿ-ն է արդեն հարցեր ուղղում մեր կառավարությանը, ասում է մարդկանց երբ եք փոխհատուցելու, չի ասում է մի հատ ինձ բացատրեք, թե ինչն է իրենց գործածի մեջ ահաբեկչություն։ ՄԱԿ-ի համար այնքան պարզ է, թե այստեղ ահաբեկչություն լինել չի կարող, որ ՄԱԿ-ը ասում է, ասեք, այս մարդկանց երբ եք փոխհատուցելու։ Մեր գործի օրինակով ես գիտեմ, որ քաղաքական հետապնդումներ են ու բավական շատ, ու մենակ իմ գործի օրինակով չէ, մենք տեսնում ենք հիմա ինչա կատարվում Հայաստանում, բոլորս էլ հասկանում ենք, բանական վերլուծող մարդիկ ենք, հիմա երբ որ Գագիկ Ծառուկյանին կուլակաթափ են անում, ամբողջ ունեցվածքը վերցնում են, այդտեղ պարզ չի, որ այնտեղ ասում են հարկերից խուսափում, փողերի հետ կապված, այդպես գործ կա Իրանի քաղաքացիների հետ կապված։ Բայց փաստաբանները բերեցին ամեն ինչ ներկայացրին, թե ոնց է եղել ամեն ինչ։ Կամ Արեգնազ Մանուկյանին հիմա որ կտանքների են ենթարկում այդ կնոջու իր երեխային, իր ընտանիքին ամբողջ, ասենք, պարզ չի, որ այդտեղ քաղաքական ենթատեքստ կա։ Երբ որ Արեգնազ Մանուկյանի գործը ընդհանրապես բոլոր տրամաբանություններից դուրս է, 2 հոգի կան, Անդրանիկ Թևանյան եւ Արեգնազ Մանուկյան։ Ենթադրվում է, ենթադրում են իրենք, որ Արեգնազ Մանուկյանը ինֆորմացիա է տվել Անդրանիկ Թևանյանին, Անդրանիկ Թևանյանը դա վատ նպատակներով օգտագործել է, ենթադրենք իրենց ասածը ճիշտ է։ Բա հիմա այս դեպքում ինչի է Անդրանիկ Թևանյանի բոլոր տեսակցությունները բաց է, իսկ Արեգնազ Մանուկյանին տանջում եք, վաղը չեմ իսօր աղջկա ծնունդնա թույլ չեք տալիս այդ երեխուն զանգի մի հատ գոնե շնորհավորի բանտից։ Այդտեղ միտում չի երևում, որ կոնկրետ քաղաքական հետապնդում կա Արեգնազ Մանուկյանի նկատմամբ։ Անդրանիկ Թևանյանին էլ է քաղաքական հետապնդում։ Այսինքն շատ պարզ է ամեն ինչ, բացահայտ են անում ու ընդ որում որևէ բռնապետություն երբևէ չի խոստովանել, որ իր պետության տարածքում կան քաղբանտարկյալներ։ Այնպես որ մենք իրենցից էլ չենք ակնկալում, որ իրենք կարձանագրեն։ Մենք պիտի պարզ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, տեսնելով այս ամեն ինչը, պետք է հասկանանք, որ քաղաքական հետապնդումներ կան։ Ու կանգնենք այդ մարդկանց պաշտպանությանը։ Այս վերջերս այդ ահաբեկչության գործի հետ կապված, կարծես արդեն փոխվել է անկարգություններ հրահրող, այդպես իշխանական պատգամավորներից մեկներ հենց ելույթի ժամանակ, այդպես հիմա այլևս ահաբեկչության այսպես նախապատրաստում կարծես չեն բնութագրում որպես քրեական գործը չեն փոխել։ Քրեական գործը գնում է դեռ ահաբեկչությամբ։ Խոսույթը փոխել են։ Հիմա տեսեք, իրենց պետք էր, որ ներկայացնեն առաջի անգամ Հայաստանի Հանրապետության հայկական պետականության պայմաններում պետք է ձերբակալեին եպիսկոպոսի։ Դրա համար մեզ բոլորիս է 18 հոգուս 17-ից կպցրեցին Բագրատ Սրբազանին, իբր մեծ խումբ են հայտնաբերել, որպեսզի ընդվզում չլինի, շատ վախենալու բան պիտի ներկայացնեին, հորինեցին այդ ահաբեկչությունը ու Բագրատ Սրբազան ձերբակալումից հետո արդեն մյուս եպիսկոպոսների ձերբակալություններն ավելի թեթև անցկացան։
Եթե իրենք առաջինը օրինակ ուզենային Միքայել Սրբազանին ձերբակալել, շատ մեծ խնդիր էին ունենալու, բայց արդեն նախադեպ ունեն, իրենք նախադեպ ստեղծեցին, շատ այդպես ուռացրած, բջնած sense գործ ներկայացրեցին, իրենց խնդիրը այդ պահին լուծեցին, եկեղեցու դեմ այդ արշավի շրջանակներում ու փողոցային պայքարը կոտրելու համար։ Իրենց խնդիրը լուծեցին, անցան առաջ։ Բայց իրենք մինչև վերջ չեն կարենալու, իրենք չեն կարողանալու մինչև վերջ որպես ահաբեկչություն այս գործը տանել, որովհետև ակնհայտ է ցանկացած նույնիսկ ոչ իրավաբան, երբ որ կարդում է, այդտեղ ահաբեկչության տարեր չկան։ Որևէ ահաբեկչության տար չկա, դրա համար իրանք իրենց արդարացնելու համար հիմա այս ՄԱԿ-ի հարցադրումներից հետո նաև քիչ-քիչ փորձում են մեղմել Բագրատ Սրբազանին տնային կալանք տվեցին, մինչև այդ կալանքի մեջ էին պահում, ընդ որում տնային կալանք տվեցին այն պարագայում, երբ որ դիմում չէր եղել տնային կալանք տալու։ Այդպես իրանք որոշեցին, հասցե գտան ինչ-որ մի նախկին դիմումից ինչ-որ հասցե գտան, Բագրատ Սրբազանին շատ տարօրինակ ձևով տնային կալանքի ուղարկեցին, եւ նաեւ քիչ-քիչ թեթևացնելու են, որովհետեւ այդ հոդվածի տակից իրենք չեն կարողանալու դուրս գալ։ Բայց այդ անվանումը մնալու է, չէ՞, ահաբեկչություն, որ պլանավորվել են եւ նաեւ ահաբեկիչներ։ Այո, ես հիմա ահաբեկիչ եմ, շատ վտանգավոր ահաբեկիչ եմ, Ուսամա Բեն Լադենն է ահաբեկիչ, մեկ էլ ես։ Մենք ահաբեկչությունն ենք նսեմացնում եւ ՄԱԿ-ի հարցադրումներից մեկն էլ է, ինչի համար է ՄԱԿ-ը անհանգստացած։ Ասում եմ մենք նսեմացնում ենք ահաբեկչության գաղափարը։ Սա անարգանք է ամբողջ աշխարհում միջազգային ահաբեկչության զոհերի նկատմամբ։ Հիմա մեր արածն ու այդ ահաբեկիչների արածը նույն հարթության մեջ են, իհարկե ոչ։ Տեսեք, հիմա ուզում են սարքեն զանգվածային անկարգություն, բայց մենք նույնիսկ զանգվածային անկարգություն չենք կազմակերպել։ Մեր ամբողջ պայքարը եղել է տեսադաշտում, բոլորը տեսել եք ինչ ենք անում։ Ինչ որ ակցիա, որ պլանավորել ենք, որևէ քրեական էլեմենտ դրա մեջ չի եղել։ Հիմա Լիդիա, քանիսն են այսպես տնային կալանքի 17, հա, այդպես մեղադրյալներից եւ քանիսն են դեռ խցում անցկացնում, եթե տեղեկություն այսպես ունես։ Հա, ունեմ, տեսեք, եթե մենք ահաբեկիչներ էինք, ինչպես կարող են այսօր 15 հոգին ամբողջությամբ ազատ լինել, քայլել փողոցով, երթևեկել, գնալ ուր ուզեն Հայաստանի տարածքում բնականաբար, 3 հոգի տնային կալանքում են, Բագրատ Սրբազանը հասկանալի պատճառներով իրեն չեն թողնում, ազգային ժողովի падգամավոր Արթուր Սարգսյանը, որին էլի շատ անարդարորեն պահեցին կալանքի մեջ, երբ որ իրենք պիտի բաց թողեին, որովհետև 9-րդ գումարման ազգային ժողովը անձեռնմխելիությունից չի զրկել իրեն, հա, իրենք պիտի բաց թողեին Արթուր Սարգսյանին։ Մեկ էլ շատ տարօրինակ ձևով մեզ այդ կալանքի տնային կալանքում են պահում Վահագն Չախալյանին, որը ուղղակի այդ մարդուն պետք է ճնշեն, ինչ որ ձևով բերեք կցել են մեր գործին ու պահում են կալանքի մեջ։ Ուզում են իրեն պահեն կալանքի մեջ, որովհետև գիտենք ինքը ակտիվ մարդ է, որևէ պարագայում ինքը ակցիաներ էր անելու, նստացույցեր կազմակերպելու, ամեն ինչ անելու էր։ Այդ մարդը զսպելու համար երեքն են ընդամենը։ Արտուր Սարգսյանը, Եթե Չախալյանը եւ Բագրատ Սրբազանը, ընդ որում Բագրատ Սրբազանի եւ Արթուր Սարգսյանի տեսակցությունները բաց են ամբողջությամբ։ Ցանկացած մարդ կարող է գնալ Բագրատ Սրբազանին տեսակցել, այտենց տնային կալանք, այտենց վտանգավոր ահաբեկիչներ կան, որ ում հետ ուզենա կարենա հանդիպի։ Չեն լինում այտենց ահաբեկիչներ, նույնիսկ Սարգսյան Արտուրը բացել են բոլոր տեսակցությունները, բայց Չախալյան Վահագինը չեն բացել։ Անհասկանալի է, շատ անհասկանալի է ինչ են անում իրանք։ Այսինքն անհասկանալի չէ, բոլորս հասկանում ենք ինչ են անում։ Ճնշումների են ենթարկում, սահմանափակումների տակ են դնում ցանկացած ընդդիմադիր հայացք ունեցող մարդու եւ վախեցնում են մյուս ընդդիմադիրներին։ Ակնկալի կա օրինակ փաստաբանների այդ շփումից, այսպես վերջնական արդարացման վճիռ, թե հնարավոր է վերադարձելի կալանքի, ինչ սպասումներ կան։ Վերադարձ կալանքի չեմ կարծում, որ կլինի, որովհետև դա կլինի որևէ խախտում անելու դեպքում, բայց մենք որևէ մեկս որևէ խախտում դեռ թույլ չենք տվել։ Չնայած եթե ցանկանան, մենք տեսնում ենք, այստեղ օրենք չի գործում, արդարություն չկա։ Ցանկացած մարդու երբ ուզենան, ցանկացած մեղադրանքով կարան տանեն կալանքի։
մեղադրական վճիռ ահաբեկչությամբ հաստատ չենք ունենալու։ Հնարավոր է ինչ որ ավելի մեղմ հոդվածով մի բան անեն, բայց միևնույնն է մենք պիտի գնանք մինչև վերջ եւ վերջում ունենանք արդարացման վճիռ։ Դա կլինի մեր Հայաստանի Հանրապետության որևէ ատյանի դատարանում, Եվրոդատարանում կամ որևէ այլ տեղ։ Մենք պիտի ունենանք այդ արդարացնող վճիռը, որովհետեւ իրենք այդ ահաբեկչի պիտակը կպցրել են մեր վրա ու դրանով ապրել մենք չենք պատրաստվում, մենք պետք է ունենանք այդ վճիռը։ Ու մեր փաստաբաններն էլ փառք Աստծո պատրաստ են գնալ մինչև վերջ։ Հիմա քրեական գործով է անցնում նաև, այսպես որքան էլ որ անպատկերացնելի է, ամենայն հայոց կաթողիկոսների նկատմամբ եւս հա դատական նիստը կայացավ, ինքնաբացարք հիմա նոր դատավոր է նշանակվել հայ կարգալույց հռչակված քահանայի դիմումի հիման վրա։ Սրա վերաբերյալ ինչ որքանով են այսպես սպասելի նման ընթացքը, թե հենց իրենց նախընտրական ծրագրում գրել էին, հա, կաթողիկոսի հետ կապված ինչ պլաններ, ինչ ծրագրեր կան, հանգստի կոչելու, այսպես ասած։ Իրենք որոշեցին վեհապարին հեռացնել, դա իրենց մոտ չստացվեց։ Ես դեկուցը հիմա ստացվի արդեն քրեական։ Ես բանտում եմ եղել, երբ որ պատմում են ինչեր կատարվում Մայրաթորի բակում, երբ գնացել էին օրինակ Միքայել Սրբազանին ձերբակալելու, ու այդ օրը նաև կասկածներ կար, որ կարող է ինչ-որ ոտնձգություն լինել նաև վեհապարի նկատմամբ։ Մարդիկ, որ այնտեղ ներկա են եղել, ասում են մենք Աստծո ներկայությունը զգում էինք։ Ասում են նայում ենք մեր դիմաց կանգնած ԱԱԾ-ի այդ պատին, ասում են տեսնում ենք այդ դիմակավորված անձիկ, ասում են այսպես հուզվում լացում էին։ Արցունք էր գնում ասում այդ մարդկանց աչքից, իրենք էլ էին հասկանում իրենց ուր են բերել եւ ինչ են անում, ասենք ոնց կարելի է այդ մեր սրբություն սրբոցի վրա հարձակվել այդպես ոհմակով։ Իրենք փորձեցին վեհապարին հեռացնել, բայց չստացվեց իրենց մոտ։ Այն ինչ որ իրենք պլանավորել էին, ժողովրդական լեզվով ասած, արդեն գցել են իրենց ոտքին։ Հիմա էլի պիտի փորձեն, որովհետև եկեղեցու ու մեր ներկայիս վեհապարի մնալու պարագայում իրենք անընդհատ գաղափարական դիմադրության են հանդիպելու։ Եկեղեցին մեր ինքնությունը պահող մեծագույն կառույցն է, հիմնական կառույցն է, հա, որ մեզ կապում է մեր նախնիների հետ, այսպես ասած։ Միակ կառույցն է, որ պահպանվել է։ Հիմա մինչև այդ դիմադրությունը, հա, այդ իմունիտետային կետը իրենք չջարդեն, իրենք չեն կարողանալու իրանց այդ սատանայական ծրագրերն իրագործել։ Իրենք փորձելու են անեն, բայց չեն կարողանալու անեն։ Թեկուզ հենց այսօր կալանավորեն վեհապար Հայրապետին, չեն կարողանալու իրենք հասնել հաջողության։ Իդեպ ինչ եղավ մյուս այսպես հոգևորականների հետ, հա, ովքեր ընդգրկված են եկեղեցին այսպես մաքրելու, ազատագրելու գործում, կարգալույց հռչակված։ Դեպպես հիմա ծպտված ապրում են, ամեն մեկը իր փոքր տիրույթում գործելով։ Խորհուրդ են ձևավորել։ Ես անկեղծ չգիտեմ իրենք հանդիպում են թե չէ, բայց ես այնտեղ գիտեմ մարդիկ կան, որոնք իրար հետ էլ միջանձնային խնդիրներ ունեն։ Չեն կարող իրենք նույն հարթակում լինել, էլի, այդ տիրադավ կոչված անձինք։ Հիմա իրենք մի ձև փորձելու են այդ ամեն ինչ տակից դուրս գալ, բայց ավելի լավ կլինի վերադառնան կանոնական դաշտ, որովհետև իրենք էլ ինձ թվում է վերլուծող մարդիկ են, չգիտեմ Աստծուն հավատում են թե չէ, բայց գոնե վերլուծական միտք ունեն, կարող են հասկանալ, որ իրենք չեն հաջողելու։ Տեսեք, այս եկեղեցին ու այս ազգը, մեր ազգը, պահում է Աստված։ Այս եկեղեցին հիմնադրողը Հիսուս Քրիստոսը։ Նիկոլ Փաշինյանն ով է, որ կարեն այդ եկեղեցուն հաղթի։ Հնարավոր չի ուղղակի դա։ Անհնար է։ Ես որևէ իրականությունում չեմ պատկերացնում, որ կարող է եկեղեցուն կարողանա Նիկոլ Փաշինյանը հաղթել։ Ինչքան էլ ուզում է այդպես խորհրդավոր թվա իմ ասածը, բայց դա բացարձակ ճշմարտություն է։ Իրենք չեն կարողանալու հասնել հաջողության։ Ու այս իմ որպես հայ, իմ կյանքի մեծագույն ամոթներից մեկն է, որ ես ապրում եմ, ողջ եմ, ու իմ եպիսկոպոսներն ու մանավանդ իմ եկեղեցու գլուխը հանդիսացող վեհապար Հայրապետին այսօր քրեական հետապնդման են ենթարկում։
Այս ամբողջ հետապնդումները, որ կան Հայաստանում, մի շատ վատ բանի է բերում։ Իմ պապիկը հայրը իրավաբաններ են եղել ու միշտ որ խոսում էինք, պապան ասում էր մարդիկ երկրից հիասթափվում գնում են, ոչ թե սոցիալական խնդիրների կամ ինչ-որ այլ պատճառներով, այլ հիմնական խնդիրը մարդկանց ներքին, նույնիսկ եթե իրենք չեն գիտակցում, արդարության պակասի զգացումն է։ Եթե մարդը վստահ է, որ արդարություն կա ու արդարադատություն տվյալ երկրում, մարդը մնում է այդտեղ ապրելու, որովհետև գիտի, երբ որ իր շահը պաշտպանելու կարիք լինի, ինքը պաշտպանված է օրենքներով, պետության կողմից, իր անվտանգությունն է պաշտպանված։ Հիմա արդարադատության ոտնահարում է ամենուրեք։ Ցանկացած մարդու, այսօր դու այստեղ նստած անմեղ լրագրող ես, չէ՞։ Ցանկացած մարդու քո նկատմամբ էլ կարող են հենց հիմա հորինեն ինչ-որ մի բան, դիմակավորված անձինք մտնեն այստեղ ու տանեն քեզ։ Այ այդպիսի երկրում ենք մենք ապրում։ Դե դրա համար էին ասում էին այդ սահմանը հասկանանք ով է քաղբանտարկյալ, ով է իսկական մեղադրյալ։ Դե քաղբանտարկյալ են այն մարդիկ, որոնք հայտնվել են բանտում կամ հետապնդվում են իրենց քաղաքական հայացքների պատճառով, որ տակը քրեական գործ չկա, հորինում են ինչ-որ բաներ ու այդ մարդկանց տանում են բանտ ու ակնհայտ է, որ այդ ամեն ինչը հորինած է։ Երբ որ, տեսեք, մի տարի առաջ, ԱԱԾ-ն գործում էր, չէ՞, 1 տարի առաջ, վերցնենք ում, 1 տարուց մի քիչ ավել վերցնենք, նույն Սամվել Կարապետյանի հետ կապված անձանց կամ հենց Սամվել Կարապետյանի, նույն Գագիկ Ծառուկյանին ու իր հետ կապված անձանց, տեսնում էին, չէ՞, ինչ են անում այդ մարդիկ, իրանց գործունեությունը մարդկանց աչքի առաջ էր։ Բայց մի տարի առաջ այդպես Գագիկ Ծառուկյանն ու իր հետ փոխկապակցված անձինք բանը անմեղ գառնուկներ էին, մի տարի հետո դարձան շատ վտանգավոր դեմքեր, որ պետք է գետնին պարկասնելով ձերբակալեք տանեք։ Դեռ ակնհայտ է ուղղակի, որ քաղաքական հետապնդում են, նույնիսկ քննելու որևէ բան չկա։ Ու սրանով իրանք նաև շատ վատ բան են ստեղծում, որ որևէ ներդրող, որ ուզենա գա Հայաստան, ինքը իմանալով, որ եթե ինքը իշխանության հետ չգործեց, որևէ դեպքում ինչ որ միտք արտահայտեց, որ այս ինչ բանը սխալ է, ինքը հայտնվելու է ճաղերի ետևում, ընդ որում ընտանիքն է տուժելու նաև, իր ֆինանսականն է տուժել, մի խոսքով շատ վատ իրավիճակում է հայտնվելու։ Ես խորհրդային տարիներին բարեկամ ունեմ, ով որ մի խոսքի պատճառով գնացել կորել է 30-ական թվականներին, Ստալինի բռնատիրության ժամանակ, Կրեմլում աշխատող մարդ, պապիկիս քեռին, հայերով հավաքվել են իրար հետ, խոսել են, որ այս այն չէր էլ ինչի համար մենք պայքարում ենք, ընդհանրապես այդ արտահայտությունն են արել Կրեմլում աշխատող մարդկանցով։ Մի քանի օր հետո սկսում են բոլորին ձերբակալել, ամբողջ խմբին ձերբակալում են ու այդպես այդ մարդը գնաց կորավ։ Ինչի համար, որ մի հատ միտք է արտահայտել։ Մեր մոտ էլ հիմա քիչ-քիչ գալիս են դրան։ Ստալինյան, Հիտլերյան, այդ ժամանակներն ենք վերադառնում, երբ որ մենք հոգեբանների, հոգեթերապևտների վերլուծություն ունենք, որ ինչպես Հիտլերը իրականում չէր սիրում մարդկանց։ Հիմա ես ակնհայտ տեսնում եմ, որ այս իշխանավորները չեն սիրում մարդկանց, երբ որ իրենք սիրում են մենակ իրանց պաշտող ընտրողներին, դա սիրել չի։ Սիրելու ընդունակություն չունեն։ Իրենք այս ազգին չեն սիրում։ Այն ինչը որ կապված է այս ազգի պատմության հետ, ինքնության հետ, իրենք ատում են այդ ամեն ինչը։ Ազգային ժողովի աշխատանքներին հետևում ես, ինչ կարող ես ասել, ինչ են քննարկում, ինչ է այսպես, հա, սպասումները արդարացված են թե ոչ, օրինակ ընդդիմությունը ասում էր, այ մենք գնալու ենք այնտեղ ու տեսեք կարճ ժամանակում, գոնե 1 տարի ժամկետում սկսել են գործընթացներ, փողոց գեներացնել, հետո այնտեղ անվստահության գործընթաց։ Տեսեք, նոր են սկսել իրենք ու մի մասն էլ լրիվ նոր քաղաքական գործիչներ են։ Հուսով եմ, որ կթրծվեն։ Անկեղծ ասած, Հայաստան դաշինքի գործունեությունը, որ տեսնում եմ, իրենք փորձառու են։ Զգացվում է, որ իրենք շատ լավ են իրենցից սպասելիքները իրականացնում այնտեղ, հա։ Ուժեղ Հայաստանը դեռ որոշ թրծվելու կարիք ունի, բայց դա ժամանակի հարց է։ Ես շատ
չեմ ուզում, որ մենք իրենց հարվածենք մեջքից ու թույլ չտանք, որ իրենք այնտեղ ամբողջությամբ ինքնադրսևորվեն։ Որովհետև, տեսեք, եթե նույնիսկ մենք ժողովուրդը, հա, այդպես, չգիտեմ, այտենց լղոզված տերմին է ժողովուրդը, բայց որոշ խմբեր շրջանակներ պահանջում էին, որ փողոցային պայքարով լինի փոփոխությունը։ Փողոցային պայքար առանց ազգային ժողովի հետ գործելու հնարավոր չի։ Երբ որ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը փողոց էր գեներացրել, այդ կոպիտ ասած կնիքը դրեց ազգային ժողովը։ Հիշում ենք մայիսի 1-ին իր տեխնացությունը դրեցին որպես վարչապետի տեխնացու, ազգային ժողովը չընտրեց, հետո էլի փողոց, մայիսի 8-ին նոր ինքը ընտրվեց։ Այսինքն այդ փողոցը որ լինի, ներսից օգնություն է պետք։ Հիմա եթե այդ մարդիկ չվերցնեին մանդատները չգնային, այդ մի գործիք չէինք ունենալու մեր ձեռքը։ Լավ, բայց ոչ նայենք այս պահի դրությամբ տեսնում ինչ որ աշխատանքներ փողոցի ուղղությամբ կան նման այսպես։ Տեսեք, ընդհանրապես աշխարհում ամռանը հեղափոխություններ չեն լինում։ Ամռանը մարդիկ հանգստի տրամադրության մեջ են։ Գնում են հանգստանալու, թեթև են, բանես արևոտ եղանակին, երեխեքի արձակուրդներն են, չեն անում ամռանը հեղափոխություններ։ Ու փողոցը գեներացնելու համար պետք է նախապատրաստություն։ Մենք մինչև այսօր փողոցում չենք կարողացել ունենալ հաջողություն, քանի որ փողոցը կազմակերպված չի եղել։ Ինչ իմաստով։ Բոլորս էլ մտահոգ ենք։ Երբ որ ասում են հանրահավաք ենք անում, տեսեք, ինչ որ թեմա կա, հա, օրինակ, ասելա նշաձողը իջեցնում ենք Արցախի հարցում։ Բոլորս դուրս ենք գալիս փողոց։ Երբ որ ասում են վաղվանից կգնաք բոլորը ճանապարհ փակելու, ես չգիտեմ կանոնները։ Ինչ կարամ անեմ, ինչ չեմ կարող անեմ, ում հետ գնամ փակեմ, որ փողոցը գնամ, որ մարդ լինի, ում հետ կարող եմ փողոց փակել։ Այսինքն այդ ամեն ինչը պետք է կազմակերպել։ Դա զանգվածային անկարգություն չի, դա ահաբեկչություն չի, դա իմ սահմանադրական իրավունքները իրացնել է նշանակում։ Ես պիտի իմանամ ինչ կարող եմ անել։ Դրա համար իրենք, եթե փողոցով են ուզում հասնել հաջողության, պետք է այդ փողոցում գտնվող մարդկանց հետ աշխատանք տանեն ու հաշվարկներ կա արած կոնկրետ, քանի մարդ պիտի լինի փողոցում, կոնկրետ այդ գործողություններն անող խաղաղ, սահմանադրական մեր իրավունքն ենք կիրառում, ոչ մի անօրինական բան։ Փողոց ենք փակում կամ ինչ որ այլ գործողություն, ինչ որ կլինի, որ անում են։ Որ հաշվարկներ կա արած, քանի մարդ պիտի լինի փողոցում, որպեսզի հաջողության հասնենք։ Մենք դեռ չենք կարողացել փողոցում այդքան մարդ ունենալ։ Հրապարակում ունենում ենք։ Հրապարակ կարողանում ենք լցնել, բայց կոնկրետ այդ գործողություն անող մարդիկ քիչ են։ Այն ուժերը, որ կան քաղաքական ուժեր, կամ ինչ որ կազմակերպություններ, կամ ինչ որ ընկերական խմբեր, չգիտեմ ովքեր որ կան, ում որ տեսել եմ ես այս ամբողջ քանի տարի, այս 6-րդ տարին է, չէ, արդեն գնում 6 տարվա ընթացքում ես էլ միշտ պայքարի մեջ եմ եղել, ում որ տեսել եմ փողոցում, այդքանը բավարար չի։ Տեսեք, պետք է պարալիզացնել փողոցը, այնպես որ երբ որ իրենք ուզում են մարդկանց ձերբակալել տանել բաժիններ, բաժիններում տեղ չլինի, մեքենաները իրենց չհերիքեն, իրենց ուժերը չհերիքի այդքան մարդուն ովքեր կան փողոցում նեյտրալիզացնել։ Իսկ հիմա օրինակ Արցախ էին հանձնում մարդկային ռեսուրս ու պատրաստված ռեսուրս, որ մարդը իմանա ոստիկանի հետ ոնց պիտի խոսես, չի կարելի կոնֆլիկտի մեջ մտնել ոստիկանի հետ, որևէ կոնֆլիկտ այլ անձի հետ չի կարելի ստեղծել, եթե սադրիչ է գալիս, ինչ պիտի անես, ոնց եք այդ սադրիչին հեռացնում, որ հանկարծ վնաս չկրեք, այդ ամեն ինչը աշխատելու դաշտ է։ Օրինակ, տեսեք, 2023 թվականին Արցախ էին հանձնում։ Ես էլ էի այդ ժամանակ փողոցում։ Մենք փողոց ենք փակում, գալիս են հավաքում են տղաներին, տանում են բաժիններ, քանի որ քիչ էինք, նայում ենք 3-4 աղջիկ ենք մնացել, 3-4 հոգով ոնց կարող ենք փողոց փակել։ Գնում ենք մի հատ ուրիշ խումբ, տեսնում ենք որտեղ կա փողոց փակած, գնում ենք միանում ենք իրանց։ Այսինքն պետք է այնքան շատ լինեն, որ ոստիկանությունը չկարողանա բոլորին նեյտրալիզացնի ու այդ չկարողանալու դեպքում ոստիկանությունը հրաժարվի, ասի ես այս հակաօրինական քայլերը չեմ անելու։ Ու հրաժարվի ենթարկվել այդ իշխանությանը։
Հետո մյուս մարմինները քիչ հրաժարվում են ենթարկվել այդ իշխանությանը, իշխանությունը այսպես ասած փլվում է, արդեն ստիպված հանձնում է ուրիշին, եթե որևէ կառույց իր հետ արդեն չի համագործակցում փողոցի ճնշման արդյունքում, իշխանությունը հանձնվում է։ Հիմա այդ պիտի կազմակերպվի։ Հիմա դա չկա։ Ես չգիտեմ իրենք ներքին աշխատանք տանում են, չեն տանում այդ փողոցը կազմակերպելու ուղղությամբ, հուսով եմ տանում են։ Երևի հայտնի կլիներ, թե ինչ-որ աշխատանքներ տարվեր, հրապարակային գուցե լինի։ Դե ցանկալի է, որ հայտնի չլինի։ Որովհետև տեսեք, օրինակ Բագրատ Սրբազանը այդ նույն աշխատանքը չէ, բայց նմանատիպ աշխատանք տանում էր փողոցը կազմակերպելու հետ կապված, մի տարի այդ ընդմիջումը դրա համար էր պետք։ Ու Բագրատ Սրբազանը տեսան, որ արդեն վտանգավոր չափեր է հասնում, որոշեցին Ահաբեկիչի այտենց գործով տանել դատարան։ Ու Բագրատ Սրբազանը հայտնվեց ճաղերի ետևում։ Հիմա իրենք էլ որ անեն, կարող է ինչ-որ մի պահի իրենց էլ վտանգ սպառնա, բայց պետք է անել։ Ուրիշ տարբերակ չկա։ Շնորհակալ եմ քեզ։ Ձեզ շնորհակալություն։ Հարգելի հաստատիտողներ, հիշեցնեմ, որ այսօր մենք զրուցում ենք Սրբազան շարժման աջակից Լիդիա Մանթաշյանի հետ։ Շնորհակալ եմ հետևելու համար, կհանդիպենք։